Ջոն Բիվեր Աստված, որտե՞ղ ես։ Գլուխ առաջին։ Որտե՞ղ ես դու։ Երբ մենք անվրդով դիմանում ենք չորությանը և ամայությանը, մենք վկայում ենք, որ սիրում ենք Աստծուն, բայց երբ նա այցելում է մեզ իր ներկայության քաղցրությամբ, նա վկայում է, որ սիրում է մեզ։ Մադամ Գիոն։ Ահա գնում եմ դեպի արևելք, և նա չկա, և դեպի արևմուտք, և նրան չեմ նշմարում, դեպի հյուսիս իր գործողության մեջ, և չեմ իմանում, հարավում է ծածկվում, և ես նրան չեմ տեսնում։ Հոբ 23:8 և 9 խոսքեր։ Ես բարկացած էի բոլորի վրա, և նույնիսկ չգիտեի ինչու։ Թվում էր ոչինչ չէր ստացվում։ Մեր առաջնեկը Էդիսոնը 18 ամսեկան էր, և ես անհամբեր էի նրա հանդեպ։ Ես բղավում էի կնոջս Լիզայի վրա, ես հիասթափվել էի իմ հովվից, ես բարկացած էի այն մարդկանց վրա, որոնց հետ աշխատում էի։ Եթե անկեղծորեն խոստովանեմ, հավանաբար նաև հիասթափված էի Աստծուց և բարկացած էի նրա վրա։ Ես տրտնջում էի. «Ի՞նչ ես դու անում։ Ինչու դու չես գործում իմ կյանքում։ Որտե՞ղ է այն խոստումների իրականացումը, որոնք դու տվել ես ինձ։ Ինչու ոչինչ չի ստացվում։ Ինչու դու չես խոսում ինձ հետ»։ Ես կրկին ու կրկին փնթփնթում էի, արտահայտելով իմ դժգոհությունը. «Որտե՞ղ ես դու»։ Ձեր կյանքում եղե՞լ է այնպիսի ժամանակ, երբ թվում էր Տերն այնքան մոտ էր, որ բավական էր միայն շշնջալ նրա անունը, և դուք անմիջապես զգում էիք նրա ներկայությունը և լսում էիք նրա պատասխանը։ Այնուամենայնիվ, եկավ մի ժամանակ, երբ դուք շարունակ դիմում էիք նրան, բայց ոչ մի պատասխան չէիք ստանում։ Թվում էր, նա լիովին անհայտացել էր ձեր կյանքից։ Միգուցե հիմա այդպիսի իրավիճակում եք և ցանկանում եք գոչել այդ լռության մեջ, տալով նույն հարցը, որը ես էի տալիս. Աստված, որտե՞ղ ես։ Ես անապատում էի, բայց չգիտեի այդ մասին։ Ապրում էի Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում և համարում էի ինձ Հիսուսի բարի հետևորդ, որի մասին Աստված մոռացել էր։ Կարճ ժամանակ էր, ինչ ես քրիստոնյա էի դարձել, և կարծում եմ, դա իմ առաջին իրական անապատային փորձառությունն էր։ Մինչ այդ բավական էր կանչել, և Տերն անմիջապես պատասխանում էր։ Ես հիշում եմ, որ նա արագորեն պատասխանում էր նույնիսկ իմ ամենաանհեթեթ խնդրանքներին։ Նրա ներկայությունն այնքան մոտ էր, այնքան ակնհայտ էր և այնքան ուժգին էր։ Այնպես որ ես չէի հասկանում, թե ինչ էր կատարվում։ Ամեն օր ծնկաչոք հարցնում էի նրան. Աստված, ի՞նչ է կատարվում։ Դու ասես միլիոնավոր կիլոմետրերով հեռու լինես ինձնից։ Ես շարունակ վերանայում էի իմ կյանքը, հարցնելով. Ինչ սարսափելի մեղք եմ գործել։ Իհարկե, ինչպես և յուրաքանչյուրն այս աշխարհում, ես ժամանակ առ ժամանակ սայթաքում էի և մեղանչում, բայց նույնպես արագորեն ապաշխարում էի, խնդրելով Հիսուսի ներումը։ Որքանով ես գիտեի, իմ կյանքում չկար շարունակական և միտումնավոր մեղք։ Ամեն օր այդ չորության ընթացքում ես հարցնում էի. Աստված, ինչու դու այլևս չես խոսում ինձ հետ։ Հազիվ թե ինձ կարելի լիներ համեմատել Աստվածաշնչի մեծագույն հերոսներից մեկի՝ Հոբի հետ, բայց իմ արձագանքը մասամբ նման էր նրա արձագանքին։ Հոբի խոսքերը, որոնք մի ժամանակ օտար էին թվում ինձ, այժմ հասկանալի էին դառնում։ Այդ գրքի խոսքերից մի քանիսը շատ դիպուկ էին նկարագրում անապատում թողնված լինելու զգացումը, որը ես ունեի։ Ահա գնում եմ դեպի արևելք, և նա չկա, և դեպի արևմուտք, և նրան չեմ նշմարում, դեպի հյուսիս իր գործողության մեջ, և չեմ իմանում, հարավում է ծածկվում, և ես նրան չեմ տեսնում։ Հոբ 23:8 և 9։ Ես շարունակ աղոթում էի, բայց թվում էր երկինքը պղնձի պես ամուր էր։ Այդ ժամանակ Տերը ցույց տվեց ինձ, որ քրիստոնեական կյանքում կան զուգահեռներ երեխայի աճի հետ։ Ես հոգևոր մանուկ էի, բայց այժմ անցում էի կատարում դեպի նոր փուլ։ Այդ ընթացքում ես տեսնում էի դա բնական օրինակով։ Էդիսոնը մոտավորապես 18 ամսեկան էր։ Լիզան հրաշալի մայր էր, և երբ Էդիսոնը լաց էր լինում, նա անմիջապես մոտենում և խնամում էր նրան։ Նա մի ակնթարթում հայտնվում էր մորգրկում և կերակրվում էր, ստանալով սնուցում և մխիթարություն։ Բայց Էդիսոնը, ինչպես և ամեն երեխա, պետք է մեծանար և, ի վերջո, հասներ հասունության։
Եկավ ժամանակը, երբ մեր բոլոր որդիները, մենք 4 որդի ունենք, պետք է ինքնուրույն սնվեին։ Աստված իմ, ինչպիսի խառնաշփոթ էր սկսվում այդ ժամանակ։ Ես գիտեմ, որ հասկանում եք ինձ։ Երբ նրանք փորձում էին ինքնուրույն ուտել, կերակուրի կեսը թափվում էր կերակրման աթոռի և հատակի վրա։ Երեխաներն այնքան են հուսահատվում, որ առաջվա պես չեք կերակրում իրենց, բայց դուք դադարում եք կերակրել նրանց, քանի որ դուք պատասխանատու մայր կամ հայր եք։ Երբ մեր որդիները թափում էին ուտելիքն իրենց շուրջը, մենք ուզում էինք անմիջապես մոտենալ և կերակրել նրանց, բայց գիտեինք, որ դա կխանգարեր նրանց զարգացմանը։ Մենք թույլ էինք տալիս մեր որդիներին մեծանալ։ Ոչ մի դեպքում չէինք ուզում գդալով կերակրել նրանցից որևէ մեկին մինչև 18 տարեկանը։ Երբ նորածինները մեծանում են, նրանց խնամքի ձևը փոխվում է, նրանց աճը և զարգացումը խրախուսելու համար։ Աստված վարվում է մեզ հետ նման կերպով, որպեսզի մենք հոգևորապես զարգանանք և հասունանանք։ Վերստին ծնված և Սուրբ Հոգով լցված ժամանակ նա պատասխանում է ամեն անգամ, երբ կանչում ենք նրան։ Բայց որոշ ժամանակ անց Աստված թույլ է տալիս մեզ անցնել այնպիսի փուլերով, որոնցում նա անմիջապես չի պատասխանում մեր ամեն կանչին։ Եվ հուսով եմ, մենք կմեծանանք միայն կաթին կարոտ լինելու վիճակից։ Եբրայեցիների 5:12։ Պատճառն այն է, որ նա ցանկանում է օգնել մեզ աճել և հասունանալ։ Երբ Տերն օգնեց ինձ հասկանալ, որ հոգևոր հասունության ընթացքը նման է այն ընթացքին, որը յուրաքանչյուրը պետք է անցնի մանկությունից մինչև չափահաս տարիքը, ես սկսեցի ավելի շատ մտածել այդ մասին և հարցրի ինձ. միգուցե ես սխալվում էի։ Հնարավոր է, որ այն, ինչով անցնում եմ, պատիժ չէ Տիրոջից։ Հնարավոր է, որ ես տարվել եմ անապատ, որ ինչ-որ բան սովորեմ, որ աճ ունենամ, ինչի շնորհիվ ես ավելի արդյունավետ կերպով կհետևեմ և կծառայեմ Հիսուսին։ Այդ ժամանակ ես հիշեցի, որ նույնը տեղի ունեցավ Հիսուսի հետ։ Գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ Հովհաննեսը մկրտեց նրան և նրա հայրը գովեց նրան, Սուրբ Հոգին անապատ տարավ Հիսուսին։ Հիսուսը կշտամբանք չէր ստանում և անկասկած ոչ մի մեղք չէր գործել։ Այնպես որ այն ընթացքում, երբ լցված էի բարկությամբ և ինքնախղճահարությամբ, ի վերջո մտածեցի. հնարավոր է, որ անապատն այնքան էլ սարսափելի չէ, որքան ես եմ սարսափելի դարձնում։ Ինչպես ընկալել անապատը։ Եթե մենք պետք է նմանվենք Հիսուսին, մեր բնավորությունը պետք է զարգանա։ Եվ ըստ էության անապատն այն վայրն է, որն Աստված ընտրել է այդ նպատակի համար։ Հաճախ, երբ մենք անապատում ենք, թվում է Աստված միլիոնավոր կիլոմետրերով հեռու է մեզնից, և նրա խոստումները դատարկ են։ Բայց դա պարզապես տպավորություն է, ոչ թե իրականությունը։ Իրականում նա շատ մոտ է մեզ, քանի որ խոստացել է երբեք չթողնել և չլքել։ Այդ մասին կարող ես կարդալ Եբրայեցիների 13:5-ում։ Անապատով անցնելը այնպիսի փուլ է, որտեղ թվում է ձեր ընթացքը հակառակ է ձեր երազանքներին և այն խոստումներին, որոնք, ինչպես դուք վստահաբար գիտեք, նա տվել է ձեզ։ Անապատում դուք չեք զգում հոգևոր աճ և առաջընթաց։ Իրականում կարող է թվալ, թե դուք նույնիսկ հետընթաց եք ապրում։ Թվում է, նրա ներկայությունը պակասում է, ոչ թե ավելանում։ Նույնիսկ կարող է այնպիսի զգացողություն առաջանալ, որ դուք չսիրված և անտեսված եք, սակայն դա ճիշտ չէ։ Անկասկած, անապատն այն վայրն է, որտեղ հայտնվելու են Քրիստոսի բոլոր անկեղծ հետևորդները, թեև այնտեղ դուք կարող եք խիստ միայնակ զգալ ձեզ։ Ճշմարտությունն այն է, որ անապատն անհրաժեշտ է Աստծո յուրաքանչյուր զավակին։ Իրականում, Հիսուսի ողջամիտ և հասուն աշակերտը դառնալու համար դուք միգուցե մի քանի անգամ անցնեք անապատով։ Երանի ես կարողանայի կարճուղի կամ զարտուղի ցույց տալ ձեզ քարտեզի վրա, որպեսզի չհայտնվեիք այդ աղմայի վայրում, բայց նման բան չկա։ Եվ իմ ընկեր, դա շատ լավ է, քանի որ մեր ընթացքն անապատում և այդ փուլն ընդունելը անհրաժեշտ է, եթե ցանկանում ենք հասնել մեր խոստման երկրին։ Ինչ է անապատը։ Գոհություն Աստծուն, մեզնից շատերը ստիպված չեն ֆիզիկապես գոյատևել ամբերրի վայրում, իրական անապատում, որտեղ գրեթե ջուր չկա և շատ դժվար է ապաստան գտնել։ Ցերեկը շոգ է, իսկ գիշերը ցուրտ, և մենք միայնակ, ծարավ և քաղցած ենք։
Ի լրումն այդ ամենի մենք կորած ենք և չգիտենք, թե ինչպես դուրս գալ այդ տեղից։ Միգուցե մենք չենք եղել այդպիսի վայրում, սակայն ունեցել ենք անապատային զգացողություններ։ Այս գրքում ես կպատմեմ մի քանի կարևոր իրադարձություններ իմ անապատային փորձառությունից։ Իմ կյանքում եղել են մի շարք նման իրադարձություններ և դրանցից ոչ մեկը հաճելի չի եղել։ Բարի լուրն այն է, որ անապատը չպետք է բացասական ընթացք լինի, եթե մենք պատրաստ ենք հնազանդվել Աստծուն։ Ես գիտեմ, որ սա անտրամաբանական է թվում, բայց անապատի նպատակը դրական է՝ մարզել, մաքրել, զորացնել և պատրաստել մեզ նրա հոգու նոր շարժման համար, որի արդյունքում մենք ավելի պտղաբեր կդառնանք։ Անապատում հայտնվելուն պես շատերն անգիտակցաբար խուճապի են մատնվում և սկսում են անխոհեմ վարվել։ Առանց հասկանալու նրանք ձգտում են սխալ բաների և սխալ քայլերի են դիմում։ Դրա օրինակը կարող է լինել աշխատավայրի կտրուկ փոփոխությունը, մի եկեղեցուց մյուսը գնալը և ցանկացած արմատական փոփոխություն, որը նրանց կարծիքով կարող է երջանիկ դարձնել իրենց կամ վերականգնել իրենց սովորական վիճակը։ Օրինակ, ամուրիները կարող են անխոհեմաբար նոր հարաբերություն սկսել ցավոտ բաժանումից հետո։ Եթե դուք փորձեք ելք գտնել մինչև հասկանալը, թե ինչու է Աստված բերել ձեզ այդ չորության վայրը, որտեղ գտնվում եք, դուք ակամա կերկարաձգեք ձեր ժամանակն անապատում։ Արդյունքում կարող եք կրել ավելի շատ նեղություններ, հիասթափություններ և նույնիսկ պարտություններ, քանի որ դուք չեք հասկանում այն փուլը և վայրը, որոնց մեջ Աստված առաջնորդել է ձեզ։ Սա տեղի ունեցավ Իսրայելի զավակների հետ, որոնք անցկացրին անապատում 40 տարի։ Նրանք չհասկացան, թե ինչ էր կատարվում իրենց հետ, և արդյունքում մի ամբողջ սերունդ դարձավ ոչ հարմար խոստման երկիրը ժառանգելու համար։ Որքան ողբերգական է։ Աստված անապատ տարավ նրանց փորձելու, մարզելու և պատրաստելու համար, որպեսզի դարձներ զորավոր և պատերազմող մարդիկ, որոնք կկարողանային տիրանալ Աստծուց ստացած խոստմանը, իրենց նոր հայրենիքին։ Դրա փոխարեն Իսրայելի զավակները սխալմամբ դիտարկեցին անապատը որպես պատիժ և սկսեցին շարունակ տրտնջալ, բողոքել և ցանկանալ։ Երբ ժամանակն էր, որ նրանք հեռանային անապատից և տիրանային խոստման երկրին, նրանց լրտեսները վերադարձան և հետախուզական ճեպազրույց անցկացրին, որի արդյունքում ժողովուրդը լսեց տրտնջացողների և բողոքողների վատ լուրը։ Նրանք պետք է ընտրեին Աստծո խոստումների, կարողության ու մարդկային պատկերացումների և անկարողության միջև, և որոշեցին հավատալ մարդկանց, ոչ թե Աստծուն։ Նրանք ընդունեցին այն սուտը, որ իրենք պարտվելու են, և չեն ստանալու իրենց կաթու մեղր բխեցնող երկիրը։ Նրանք չարակամորեն վարվեցին, Աստծո բնավորությունը և հատկանիշները չճանաչելու պատճառով։ Աստված ծավալուն պատասխան տվեց նրանց, որի իմաստը հետևյալն էր. վարվեք ինչպես ուզում եք։ Այն կարճատև անապատային ընթացքը, որը պետք է տևեր 1 տարի, տևեց մինչև նրանց կյանքի ավարտը։ Զգույշ եղեք։ Մենք չենք ցանկանա, որ մեր կենսագրության մեջ գրված լինի նման որոշման մասին։ Բայց մենք կարող ենք սովորել նրանց սխալներից, և Պողոս առաքյալը խոսում է այս մասին։ Այս բաները կատարվեցին նրանց հետ որպես օրինակներ և գրվեցին մեզ խրատելու համար։ Կորինթացիների 1-ին 10:11։ Եթե մենք սովորենք ճանաչել անապատային փորձառությունը դրանում հայտնվելուն պես, մեր ատամները կրճտացնելու և տրտնջալու փոխարեն շնորհակալ կլինենք, իմանալով, որ դրան հետևում է նոր հասունության, զորության, օրհնությունների, հնարավորությունների և կատարված խոստումների երկիրը։ Արդյունքում այդ դժվարին շրջանն այնքան էլ դժվարին չի թվա, և մենք կհամաձայնենք Հակոբոսի հետ։ Երբ բախվում եք ամեն տեսակի նեղությունների, համարեք դա հնարավորություն մեծ ուրախության համար, որովհետև երբ ձեր համբերությունը կամ դիմացկունությունը ամբողջովին կատարելագործվի, դուք լիարժեք և ամբողջական կլինեք և ոչ մի բանի կարիք չեք ունենա։ Հակոբոսի 1:2-4։ Արդյոք անապատում հայտնվելը նշանակում է, որ ես լրջորեն ձախողվել եմ։ Լավ հարց է։ Հայտնվելով անապատում շատերիս համար տրամաբանական է թվում հարցնելը. ո՞րն է իմ սխալը։ Ինչ եմ արել, որ այդքան զայրացրել եմ Աստծուն։ Սա սխալ պատկերացում է անապատի նշանակության կամ նպատակի մասին։
Աստվածաշնչում և ամբողջ պատմության ընթացքում և տղամարդիկ և կանայք հասկացել են, որ անապատում իրենք պատրաստվել են, որպեսզի մուտք գործեն այն կոչման մեջ, որն Աստված տվել է իրենց։ Այնպես որ անապատը չի նշանակում, որ Աստված մերժում է ձեզ, այն պատրաստվելու վայր է։ Իհարկե, ես կարծում եմ, որ հնարավոր է հայտնվել անապատային իրավիճակում սխալ որոշումների պատճառով։ Ճշմարտությունն այն է, որ անկախ այն բանից, թե որքան ենք արդեն նմանվել Հիսուսին, մենք դեռ պետք է պայքարենք մեղքի դեմ և դեռ կարող ենք ձախողվել։ Այնպես որ մենք կարող ենք լուրջ խնդիրներ ունենալ, եթե կայացնենք սխալ որոշում կամ մի շարք ոչ այնքան ճիշտ որոշումներ։ Այնուամենայնիվ, ճշմարտությունն այն է, որ մենք ունենք ներող Աստված և մեծ քահանայապետ, որը հասկանում է մեր տկարությունները։ Այնպես որ մեր խնդիրներից կամ մեր մեղավորությամբ առաջացած անապատից դուրս գալու համար առաջին հերթին պետք է դիմենք մեր սիրող Հորը։ Հայր, ես մեղանչել եմ։ Այնուհետև բարձրաձայնեք ձեր գործած մեղքը, ապա շարունակեք. Խնդրում եմ, ներիր ինձ։ Ես ապաշխարում եմ այս մեղքից և այժմ քո շնորհքով կսկսեմ այլ կերպ ապրել։ Իմ ասելիքն այն է, որ նույնիսկ եթե դուք հայտնվել եք անջրդի վայրում ձեր սխալների պատճառով, շտկեք ձեր հարաբերությունները Տիրոջ հետ։ Թույլ տվեք, որ նա ավարտի այն, ինչ ցանկանում է սովորեցնել ձեզ, և առաջ շարժվեք հնարավորինս շուտ դուրս գալով անապատից։ Իհարկե, ժամանակը կախված է նրանից։ Սաղմոսերգուն գրում է. «Իմ ժամանակը քո ձեռքում է»։ Սաղմոս 31:15։ Եվ նույնիսկ հաշվի առնելով այս ամենը, ամենայն հավանականությամբ դուք գտնվում եք անապատում, քանի որ ներկայումս Աստված ցանկանում է, որ դուք հենց այդտեղ լինեք։ Դուք չեք հայտնվել այս դժվարությունների մեջ ձեր սխալների պատճառով։ Ես գիտեմ, որ ինչ-որ առումով դա էլ ավելի է բարդացնում իրավիճակը։ Այս գիրքը գրելու հիմնական նպատակներից մեկն է օգնել ձեզ, որ հասկանաք, թե ինչպես է Աստված դիտարկում անապատը և որքան է նա ցանկանում օգտագործել այն, որպեսզի օգնի մեզ աճել և ավելի նմանվել Հիսուսին։ Գոյություն ունի ևս մեկ ճշմարտություն, որը պետք է պարզորեն հասկանալ։ Աստված չի բերել ձեզ անապատ, որպեսզի թողնի սատանայի հնարներին և մոռանա ձեր մասին։ Մինչև որ Ելիցին մասնակցած երկրորդ սերնդին թույլ տվեց մտնել խոստման երկիր, Աստված հիշեցրեց նրանց։ Եվ հիշիր այն ամբողջ ճանապարհը, որ քո Տեր Աստված այս 40 տարում քեզ մանածեց անապատի մեջ, որ քեզ խոնարհեցնի, քեզ փորձելու և սրտիդ միջինը իմանալու համար, թե արդյոք նրա պատվիրանները կպահես։ Երկրորդ Օրինաց 8:2։ Այսպիսով, թեև իսրայելցիները լրջորեն ձախողվել էին և չափազանց երկար էին մնացել անապատում, իրենց անմտության, ապստամբության և ապերախտության պատճառով, Աստված փոխելու էր դա բարուն վերածելով։ Նա միշտ այսպես է վարվում, և ես այնքան ուրախ եմ դրա համար։ Միթե դուք ուրախ չեք։ Մի ունեցեք սխալ պատկերացում անապատի մասին։ Աստված չի դադարում գործել մեր կյանքում միայն որովհետև մենք այնտեղ ենք։ Նա անցկացնում է մեզ անապատով։ Առանց նրա մենք երբեք դուրս չէինք գա այնտեղից։ Ավելին, անապատն այնպիսի վայր չէ, որտեղ նա նստեցնում է մեզ պահեստային նստարանին, մինչև ցանկանա գործածել։ Մեր գթասիրտ Հայրն այդպես չի վարվում։ Ընդհակառակը, նա զորավոր կերպով գործում է մեր կյանքում այդ ժամանակ և այդ վայրում։ Ասում են. անտառը չի երևում ծառերի պատճառով։ Գրեթե նույնը կարելի է ասել անապատի մասին։ Դուք չեք նկատում, որ Աստված գործում է, երբ գտնվում եք նրա գործունեության կենտրոնում։ Մենք պետք է պարզորեն նշենք ևս մեկ ճշմարտություն։ Անապատը պարտության վայր չէ։ Գոնե ոչ նրանց համար, ովքեր հնազանդ են Աստծուն։ Հիսուսն անապատում էր 40 օր շարունակ, քաղցից թուլացած, առանց որևէ մեկի, ումից նա կարող էր ապավինություն և խրախուսանք ստանալ, առանց մարմնի խնամքի և գերբնական դրսևորումների, երբ սատանան հարձակվեց նրա վրա։ Հիսուսը պարտության մատնեց նրան Տիրոջ խոսքով։ Անապատն այն վայրը չէ, որտեղ Աստծո զավակները պարտվում են։ Բայց գոհություն լինի Աստծուն, ով մշտապես առաջնորդում է մեզ հաղթական շքերթով Քրիստոսում։ Կորինթացիների 2 թուղթ
2:14։ Երբ Իսրայելի ժողովուրդը բնակվում էր անապատում, այնտեղ ապրող ազգերը ասպատակում էին նրանց, և Տերը պատվիրում էր Իսրայելին հակահարված տալ։ Իսրայելի զավակները պարտության մատնեցին ամորհացիներին։ Այդ մասին կարող ես կարդալ Թվոց 21:21-25-ում։ Մադիանացիներին Թվոց 31:1-11-ում և Բասանի ժողովրդին Թվոց 21:33-35։ Եթե Աստված կամենար, որ նրանք պարտություն կրեին, նա չէր պատվիրի նրանց պաշտպանել իրենց դիրքերը։ Թեև անապատը չպետք է պարտության վայր լիներ, այնուամենայնիվ ժողովրդի մեծ մասը մահացավ առանց խոստման երկիր մտնելու։ Դա ոչ թե Աստծո կամքն էր, այլ նրանց անհնազանդության ցավալի հետևանքը։ Հուսով եմ դուք համոզվեցիք ձեր սրտում, որ անապատում հայտնվելու պատճառը Աստծո դժգոհությունը կամ պատիժը չէ։ Անապատն այնպիսի վայր չէ, որտեղ Աստված լքում է ձեզ և մոռանում ձեր մասին։ Նույնպես անապատը այնպիսի վայր չէ, որտեղ մենք գետնին ենք ընկնում, ընդունելով մեր պարտությունը։ Աստված պատրաստվում է ինչ-որ բարի բան անել։ Անապատային ընթացքը նշաններ, օրհնություններ, առատություն և հրաշքներ փնտրելու ժամանակ չէ։ Այն Աստծո սիրտը փնտրելու ժամանակ է, քանի որ դա կձևավորի ձեր բնավորությունը և կավելացնի ձեր ուժը։ Այն ձեր տեսողությունը պահպանելու ժամանակ է։ Հակառակ դեպքում, եթե մենք պարզորեն չտեսնենք Աստծո խոստումները մեր սրտում, այդ ընթացքը վհատեցնող կթվա և տրտունջ կառաջացնի։ Եթե դուք հասկանաք, թե որտեղ եք գտնվում, կսկսեք տեսնել ձեր ապագան։ Այդ դեպքում դուք կկարողանաք տեսնել Աստծո ձեռքը, նույնիսկ եթե չեք զգում նրա հպումը։ Ժամանակն է, որ ձեր սերը նրա հանդեպ հասունանա, որպեսզի դադարեք հարցնել. «Ի՞նչ է նա անելու ինձ համար», այլ հարցնեք. «Ի՞նչ է նա ցանկանում, որ ես անեմ»։ Ավելի վաղ ես հիշատակեցի այն հիասթափությունը, որն արտահայտեց հին ժամանակների Սուրբ Հոբը, այն, որ նա չէր հասկանում, թե ինչ էր անում Աստված։ Որ կողմ էլ դառնար, նա չէր գտնում Աստծուն։ Եթե Հոբի վերլուծությունն ավարտվեր դրանով, դա խիստ ընկճվածություն կառաջացներ նրա մոտ։ Բայց Հոբը չհուսահատվեց և չհանձնվեց։ Նա շարունակեց հավատքի և հույսի խոսքեր ասելով. «Սակայն նա գիտի իմ ճանապարհը, ինձ փորձելիս ես ոսկու նման դուրս կգամ»։ Հոբ 23:10։ Ինչպիսի տպավորիչ հայտնություն։ Որքան էլ ջանք անենք, հասկանալու համար, թե ուր է Աստված տանում մեզ, նա է, որ գիտի ճանապարհը։ Մենք կարող ենք լիովին վստահել նրան, քանի որ ինչպես գրում է Պողոս առաքյալը, ես լիովին համոզված եմ, որ նա, ով սկսեց շնորհքի այս փառավոր արտահայտումը ձեզանում, հավատարմորեն կշարունակի ձեր հասունացման ընթացքը իր հետ ձեր միության միջոցով և կավարտի այն։ Փիլիպպեցիների 1:6։ Եվ մենք գիտենք, որ սա ճշմարիտ է, նույնիսկ անապատում։ Ինչպես անցնել անապատը։ Հասկացեք ձեր ժամանակը։ Գրեթե բոլորս զարմանում ենք հայտնվելով անապատում։ Աստված այնքան բարի է, և մենք սովորում ենք նրա օրհնություններին, ներկայությանը և խոստումներին։ Մենք պարզապես չենք սպասում, որ այդ լավ ժամանակն ավարտվելու է, բայց մի օր գիտակցում ենք, որ ինչ-որ բան փոխվել է։ Այնպես որ խուճապի մատնվելու փոխարեն կարևոր է վերանայել ստեղծված իրավիճակը։ Դուք պետք է հասկանաք, թե ինչով եք անցնում, քանի որ եթե չհասկանաք, թե կյանքի որ փուլում և որտեղ եք գտնվում, ձեր արձագանքը սխալ կլինի։ Սա կարելի է համեմատել հարավային Ֆլորիդայի արևային կլիմայից դեպի հյուսիս Կանադա տեղափոխվելու հետ։ Երբ ձմեռ է գալիս և ջերմաստիճանն իջնում է 0-ից ցածր, արժե իմանալ, որ առանց վերարկուի չեք կարող դուրս գալ տանից։ Նույն սկզբունքը վերաբերում է անապատին։ Եթե դուք ուշադրություն չեք դարձնում այն նշաններին, որոնք ցույց են տալիս, որ դուք ամայի վայրում եք, դուք կարող եք մեծ հիասթափություն ապրել և միգուցե այնպիսի սխալ գործել, որը հետագայում թանկ կնստի ձեզ վրա։ Հին Կտակարանում գրված է, որ Իսաքարի որդիները հասկանում էին ժամանակները և գիտեին, թե ինչ պետք է աներ Իսրայելը։ Մնացորդաց առաջին գիրք 12:32։ Երբ դուք հասկանաք, որ հայտնվել եք անապատում, նույնպես և կիմանաք,
թե ինչ անեք։